Ողջույն բարեկամներ։ Մինչև փորձենք հասկանալ ինչ կատարվեց երեկ եւ արդեն ինչ արձագանքներ կան, որոնք շատ լավ է, շատ համարում եմ դրական եւ ընդհանրապես այն ինչ որ կատարվում է, պետք չէ խոճապի պատմել, քանի որ ցանկացած լուսաբացից առաջ շատ մութ է լինում եւ ամենամութ կետը դա լուսաբացից առաջ է։ Մինչև հիմնական թողարկման անցնելը, նորություններին անցնել, ես ուզում եմ մի հանգամանքի մասին խոսել։ Ես դրել էի քվեարկություն Նինա Կարապետյանցի, Արման Թաթոյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւ դրա հետ կապված խնդիր առաջացավ այն առումով, որ մարդիկ գրում են ինձ հազարներով ուղղակի, ես էլ չգիտեմ ոնց պատասխանեմ բոլորին, դամար որոշեցի այսպես մի անգամ։ Ես պատասխանել, որ քվեարկում են Նինա Կարապետյանցի օգտին, բայց ձայնը գնում է Փաշինյան Նիկոլին։ Ես չգիտեմ ինչի YouTube-ը այս անգամ սենց կանաչ բան տվեց, երբ որ ես տեղադրում էի, ես չհասկացա դա ինչ է։ Եթե YouTube-ից մեկը հասկանում է, թող բացատրի։ Ես չեմ պնդում, որ էջս ջարդացել, որովհետև հարցում եմ անում, ոչ մի բան չկա։ Գրողներ, մանր-մուներ ամեն օր կա, բայց կոտրած չի։ Իսկ բոլոր նախկին հարցումները ոչ միտեղ կանաչ նշան չկա։ Այս պարագայում ստեղ կանաչեց ու Նինայի քվեարկությամբ ձայները գնացին Նիկոլ Փաշինյանին։ Ես դες մասին արդեն գիշերը ժամը 2-ին Նինայի հետ խոսալուց իմացա, դե ժամը շատ ուշ էր եւ արդեն 2000 հոգի քվեարկել էր։ Ասում եմ նայեմ տեսեմ, եթե Նինայի օգտին քվեարկում են, ձայնը գնում է Փաշինյան Նիկոլին, ոնց է վիճակը։ Հանեմ թե չհանեմ։ Երբ որ ես նայեցի տեսա, չնայած այդ ամեն ինչին, Նինան ուներ 55-60% այդ ժամանակ 2000 քվեարկության արդյունքում։ Հիմա կա 7500 քվեարկություն։ 7500 բազմաթիվ հարյուրներով, եթե ոչ հազարից ավել քվեարկություն գնացել է Փաշինյան Նիկոլին։ 20%։ Նինայի օգտին քվեարկություններն էլ գնացել են Փաշինյան Նիկոլին, Նինան ունի 49%, միևնույնն է, Փաշինյանը 20-ի կարող է մասնի։ Ես դիտավորյալ չանեցի, որպեսզի նայեմ նույնիսկ կեղծվող պարագայում, այսինքն ոչ իրական թվեր ունենալու պարագայում, եթե կեղծեն Նիկոլի օգտին, ինչքան կարող են կեղծել, մեկը Նիկոլի վիճակը այնքան վատ է, որ մարդիկ հազարներով քվեարկել են Նինայի օգտին գնացել է Նիկոլին, էլի Նիկոլ փոքր է, 20%։ 7500 քվեարկության մեջ 20%-ը դա ասեմ 1500 հոգի է մոտավորապես։ 1500, որից 1000-ը հաստատ Նինայի քվեարկողներն են։ Առնվազն այդքան նամակ եմ ստացել։ Նամակ, գրություններ, WhatsApp, Facebook, YouTube, սենց ամբողջ օրը։ Այնպես որ ժողովուրդ ջան, այդ 1000-ը որ հանեք, տակից մնում է 500-ը։ 500-ը մի 10% էլ չի անում։ Ամեն դեպքում նույնիսկ Նինայի օգնությամբ ճակերտավոր եմ ասում, Նիկոլը հասավ 20%։ Ոչ ավել։ Այսօր այդ քվեարկություններից առաջ ես ուշադիր կլինեմ, որ երևի այս կանաչ բան ինչ որ մի բան նշանակում է։ Հասնի խոսք, ես չգիտեմ սա ոնց է եղել։ Ձեր ներողամտությունն եմ հայցում, եթե ձեր ձայները գնացել են Նիկոլ Փաշինյանին, բայց նույնիսկ այս պարագայում ինքը ոչինչ չունի։ Եվ այսպես վերադարձանք այսօրվա մեր իրադարձություններին։ Երևի հիշում եք, ընդամենը 2 օր առաջ ասացի, որ Փաշազադեն մակում բողոքել է հայկական եկեղեցուց եւ Սփյուռքից, Սփյուռք, սպասեք, Սփյուռքի կառույցներ դուք անբաժին չեք մնալու այս ամեն ինչից։ Բայց քանի որ ձեր վրա ազդեցություն չունի, չի կարող իր անհող ենիչերիներին ուղարկել ձեր վրա, սկսել է եկեղեցուց։ Եվ այսպես այս սրտիկը փաստորեն Փաշազադեի համար էր։ Իսկ Փաշազադեն պահանջեց պատժել եւ հայտարարեց, որ ամենամեծ սպառնալիքը խաղաղության դա հայկական եկեղեցին է եւ Հայաստանի Սփյուռքը։ Եվ այս ժամանակ ասեցի սպասեք, հենց սա վերադառնա, անպայման լինելու է մի բան, բայց որ այս կարգի մի բան կլներ, ես չէի հավատա ուղղակի, չէի կարող պատկերացնել, որ մի օրվա մեջ կկալանավորեն 12-13 հոգևորական, ընդ որում եպիսկոպոսի շինծու սարկած գործով, խոզարկություններով եւ այլն։ Հիմա այսօր ամբողջ օրը ազնիվ խոսք
Ես ուզեցել եմ հասկանամ ինչու՞մն է բանը։ Ես ստրեսի երբեք չեմ ընկնում, եթե ես կարողանում եմ հասկանալ պատճառները, նույնիսկ ամենավատ պատճառները։ Երբ որ դու գիտես, նույնիսկ ամենավատ վերսիան է, բայց դու գիտես պատճառը, ենթագիտակցությունը հանգստանում է, եւ դու սկսում ես լուծումներ փնտրել։ Եվ ես ամբողջ օրը մտածել եմ։ Եվ այսպես։ Երևի բոլոր տեղյակ եք, որ վաղուց խոսակցություններ ա գնում Նիկոլի ծագումնաբանության մասին, հա։ Ես երբեք դրա նշանակություն չեմ տվել, որ իրական մայրը, որը 12 ինքը երբ որ 12 տարեկան է եղել, մահացել է, թուրք ա եղել, թուրք, որին չեն ընդունել հետ, ինչ որ մութ պատմություններ չեմ ուզում այդ կեղտոտ սպիտակ եղենի մեջ մտնեմ։ Մի խոսքով, Փաշինյան Նիկոլը մեծացել է որբ, ագրեսիվ, չսիրված, մի խոսքով, իրենց բառերով ասած, եթին, այն ինչ որ մնացել է այսօր։ Եվ այսպես, չեմ պնդում, որ դա վերջի ճշմարտությունն է, բայց ուզում եմ հասկանամ, ինչ եթե դա ճշմարտություն է։ Ես չեմ պնդում, որ դա տենց է, բայց հələ մի հատ նայենք, եթե դա ճշմարտություն է։ Սա թուրքի ծնունդ է։ Թուրք մայրը մահացել է, ատելություն հայ ազգի նկատմամբ, խորհուրդ մերը հայ, միջավայրը հայ, իր թուրք մայրը 12 տարեկանում իր մահացել։ Չգիտեմ, ասում են հիվանդությունից է մահացել։ Այս պարագայում ամեն ինչ բացատրվում է, ամեն ինչ ընկնում է նույն տեղը։ Սա նույնն է, երբ որ ոչ մեկ չէր հասկանում, այսինքն համենայնպես ես երկար ժամանակ չէի հասկանում Վագներն ինչու է այդքան հրեաներին ատում։ Ինչ են արել հրեաները Վագներին։ Նույն պատմությունն է։ Իր բիոլոգիական հայրը եղել է հրեա Վագների։ Մինչև 15 տարեկան ինք իմացել է այդ հայրը հրեան էսա իրականում էտել եղել է 15 տարեկանում նույն բացահայտել է որ այս հայրը այս մնացածի հայրը չի դա մենակ իր հայրն է եւ իր այս ընտանիքի հայրը երբ որ ողջ էր սա իր մոր սիրուհին է եղել 15 տարեկանում բացահայտում է որ ինքը հրեա չի որովհետև ասում է թե իմ հայրը գերմանացի է եղել ես ոնց կլեմ հրեա ու ատելությունը հրեաների նկատմամբ ձևավորում ամբողջ իր ստեղծագործական ուղին գրքերը գիրքը հրեաները երաժշտության մեջ հսկայական շոկ առաջացած գիրքը եւ ամբողջ իր փիլիսոփայությունը որ հետո կվերցներ Հիտլերը հակահարեական մի ողջ ատելություն մինչդեռ մինչև 15 տարեկան իրան համարել է ինքը հրեա բայց այդ մեկ էլ բացահայտում է որ այդ սիրեկանն է եղել մոր իր հայրը մահացել է այդ որ եղել է ինքը մի քանի տարեկան եւ ասում են որ ինք այդ միջև ինքը կմահանա մայրը արդեն ֆրֆռում է այդ հրեայի հետ մի խոսքով ատելություն ես այդ ամեն ինչ իմացա երբ որ աշխատում եմ իմ գրքի վրա եւ ասի լավ հասկանալի է լավ բարձա նույն պատմությունն է իսկ ինչ եթե այս պատմությունը որ պատմում են մոր թուրք լինելու մասին հենց այդպես էլ եղել է որտեվ հիմա բացատրվում է ատելությունը հայ ժառանգության նկատմամբ գառնին հավաբուն քարամուջը քարակույտ մասիսը ձերը չի ընդհանրապես դուք կադաստրի վկայական չունեք անհայրենիք եք պետության մնացորդ եք մի խոսքով թուրանը պիտի լինի ինչ եք ինքը ոտերի տակ սա լրիվ թուրքական հակահայկական հայատյացի լեքսիկոն է հիմա ես մարդուն չեմ կարող մեղադրել որ իր մերը թուրք է ես մարդուն չեմ կարող մեղադրել որ ինքը մեծ կոմպլեքս ու ատելություն ունի հայ մարդու նկատմամբ եւ դրա համար հանգիստ խղճով տարավ սպանեց այդքան մարդ սպանվածների ծնողներն էլ ասում է ինչ եք դարդանում երեխա չունեք մնացած գնացեք ուրախացեք էլի սա թուրքն է սա հակահայն է հիմա ասում եմ մնացածին բայց այդ կողքին է արա ձեզ են թուրքերը ծնե բայց մնացածը լավ իրանք վերցինք ինքը մանկության տրավմա ունի հայատյացը մի խոսքով Սուլթան Աբդուլ Համիդի Թուլենա ասենք ճուտնա լավ դրա համար է հերն ասում սա պատուհասա դուք ավելի լավ մարդու կարաք ընտրեք գիրեք իր լակոտն ինչա լավ դրեցինք իրան մի կողմ բա մնացածը ձեզ էլ թուրքը ծնե
Բա մնացածը։ Ես տես նորից Նիկոլին չեմ ախտարում, Նիկոլը կախաղան պիտի բարձանա, բայց ես կարող եմ հասկանալ մոտիվները։ Ընդունենք դա ճիշտ է։ Որովհետև մենակ այս պարագայում է դա բացատրվում, ուրիշ բացատրություն չկա։ Բայց սա անուղելի բան, ասա կենսագրությունն է, ոչ մի բան չեմ դատապարտում, հա։ Ուղղակի ուզում հասկանամ։ Բա լավ, մնացածը։ Դուք ճիշտ եք ձեր ծագումնաբանությունը։ Որովհետև ուրիշ ձև չի բացատրվում սա։ Այդ իրա մերժված լինելը, այդ իրա երեխու չսիրված երեխա լինելը եւ իրա այս լակոտին չսիրելը, այս բոմժին, այս լակոտին, որ նայում ես, հասկանում ես, որ ինքը ոչ մեկի պետք չի։ Ինքը ոչ մեկի պետք չի։ Փաշինյան Նիկոլին իրա վրեժը վերարտադրելուց ուրիշ բան պետք չի, ոչ էլ իրա երեխեքը, որտեղ իրան չեն սիրել, ինքը չգիտե ինչա։ Ինք իր երեխուն վերաբերվում անեց, ոնց որ իրան են վերաբերվել։ Ամեն ինչ գալիս ընկնում է տեղը, հասկանում եք։ Ամեն ինչ, ոչ մի նորմալ մարդ, հայ ընտանիքի զավակ, այն էլ վարչապետի, իրա տղեն սա չի լինի։ Սա ասես չի ներկայանա, ընդհանրապես էս չի կարող լինել։ Ամեն ինչ ընկնում է տեղը, սա իրա կրկնությունն է։ Ուղղակի սպանում է մնացածի վարկագիծը։ Հիմա դրա մասին եմ ուզում խոսամ։ Եվ այսպես ինչ-որ հատ կառույց կա, որը կոչվում է իրազեկ քաղաքացի։ Դանիել Իոնիսյան։ Ոչ իրազեկ է, ոչ էլ քաղաքացի է։ Ընդհանրապես ինքը պարզվեց նույնիսկ մարդ չի։ Եվ այսպես վերցնում է հաղորդագրություն է ուղարկում հանցագործության մասին։ Դատախազին։ Եվ այսպես Իանուս գրում է, որ սեպտեմբերի 17-ին Facebook սոցիալական ցանցի օգտատեր Սերգեյ Կազարյանը հրապարակել է տեսանյութ, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ հրապարակայնորեն հեռարձակվող հաղորդման հյուր Հովհաննա վանքի հոգևոր հովիվ քահանատեր Արամը պատմում է այն մասին, որ իր կամքին հակառակ ստիպել են մասնակցել ցույցերին։ Եվ դրա վրա հաղորդում է տալիս, որովհետև դա փաստորեն համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 236 հոդվածի աչքերված գործողությունն է, դա հակասում է հավաք անցկացնելու կամ դրա մասնակցելու կանոններին։ Եվ փաստորեն Հայաստանում ամեն ինչ իդեալական էր, ամեն ինչ։ Սահմանադրության խախտում չկար, ոչ մի բան չկար, ամեն ինչ նորմալ է, քաղբանտատյաններ չկան։ Եվ այս չիրազեկված չքաղաքացի չմարդը որոշում է, որ դա խնդիր է, եւ սրա անունից այս սա է վերցնում դիմում է գնում, որ խնդրեմ, կալանավորեք։ Այսօր երբ որ սկսում ես ամեն ինչը, լրագրողները գտնում են սրան, այս հուդայի, հարցնում են, հա, ձեր տունն են եկել եւ բան անել։ Խոզարկություն։ Հիմա ես կարդում եմ։ Պարզելա ոչ, իր տանը ոչ եկեղեցում խոզարկություններ չեն եղել։ Ու հարցում, այսինքն չհասկացա, ինչպես թե Սրբազանին եւ 5 քահանայի ձերբակալեն են։ Ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել։ Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ։ Քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել, ասաց Տեր Արամանն է։ Հարցին հաղորդում չի ներկայացել նա վերջինս նսել։ Պետրոս Ղազարյանի մոտ դա նկատի ունեք։ Ասել է, հա։ Դրանից բացի ոչ մի այլ հաղորդում ներկայացված չի։ Ինչ ներկայացված է եղել է Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցում, մնացած մասով տեղեկություններ չունեմ, ասում եմ։ Մենք նաև հստակեցեցինք, թե արդյոք հարցաքննվել է այս ընթացքում Հովանավանքի հոգևոր հովիվ, թե ոչ։ Վերջինս ասաց ոչ։ Իրան նույնիսկ չեն հարցրել, ոնց է եղել, ինչ է եղել, որտեղ, ինչ, ով։ Հայտարարությունը կա, ասում եմ մարդը լինի, օրենքը կգտնենք, պատճառը կգտնենք։ 13 հոգու հավաքում են, կամ 12։ Տարբեր թվեր են ասում։ Մի անգամից հետևանքները չուշացավ։ Այսօր ինքը բան է ունեցել։ Հարսանյան արարողություն։ Եվ սարկավագները չեն մասնակցել հետը։ Մենք հուդայի հետ ծառայություն չենք մասնակցում։ Այսինքն ոնց։ Դու հուդա ես նախ ինչ գործ ունես եկեղեցում։ Երկրորդն է,
Հուդայի հետ մենք ծառայություն չենք մասնակցում։ Հարգանքներս, շնորհակալություններս, հարգանքներս նորից այս ծառկապակներին, որ մերժել են Հուդայի հետ ծառայություն անցկացնելը։ Այ եթե վաղվանից Իոնիսյանը դուրս գա փողոց ու ստիպված լինի այն պլաստիկ բաներից, հիշում եք այն դեմքը ծածկող բաներ կա, չէ՞, կովիդի ժամանակ։ Ցես պլաստիկով էին դեմքը ծածկում, ցես բանն է։ Ասեք ստիպված լինի դրանով մանգալը, որտեղ գնացող եկող պիտի թքի երեսին։ Եթե այտենց լինի, ես կհավատամ, որ մենք դառնում ենք հասարակություն, եւ այս հասարակության մեջ ցանկացած Հուդա իր արած գործողությունից հետո մյուս օրը առնվազն այս բանով պաշտպանի շերտով պետքա դուրս գա քայլելու։ Ես չեմ ասում գլուխը ջարդեք փետով կամ չգիտեմ ինչ արեք, կախեք։ Չէ, դες բանը չեմ ասում, բայց առնվազն նա պիտի զգա, որ ժողովուրդը մերժում է իրան, ոնց են քահանաները, ոնց են սարկավագները մերժել։ Նույն ձև։ Ուղիղ նույն ձև, որովհետև ինչ է ստացվում, փաստորեն։ Սես մի հատ տրոյկա է ձևավորվում։ Սա է, այս իրավունքների պաշտպանը այս մեջտեղինն է, ժողովուրդ ջան։ Սենց բան է ստացվում, դատախազես կողքինն է, որ միջև այսօր չի ասել Հայաստանի սահմանները որտեղ է, կողքինն է նոր քննչականի պետն է, այս դեմքով։ Արտուր, այս դեմքով դու նստելու ես, այս դեմքով ցուսմունք ես տալու, այս դեմքով դու զբաղվելու ես գաղութում տղեկի հետ կամ տղեկը քեզանով։ Այս դեմքով։ Իսկ մեր իրավունքների պաշտպանը տրոյկայի ամենագլխավոր մարդը, այս մեջտեղի տղեն է։ Դե մեկ դա։ Հիմա կասեք, բայց հաղորդումը լավ նոտայով սկսեցիք, չէ՞, նոտան լավ նորությունը ո՞րն է։ Հա, ինչի եք սենց ոգևորված։ Ասում եմ, լուսաբացը լինելու է, ու դրանից առաջ միշտ մութ է լինում։ Ուրեմն երկու հայտարարություն, նախ փաստաբանների պալատը մի անգամից խորհուրդը շատ գրագետ, շատ կարքին տեքստ է գրել, դատապարտող, սրանք փաստեր են։ Սրանք փաստերը ու այս փաստերով միջև միջազգային դատարաններ, կառույցներ, այս համակարգը պիտի քանդվի։ Դա համար եմ ասում, սրանք ամեն ինչ անում են, որ բոլոր ոլորտների վրա, բոլոր շերտերի վրա մարդիկ ստիպված աշխատեն հասկանան, որ բաների ժամանակը գալիս է, եգոդաների ժամանակը գալիս է, Արտուր եւ դատախազ։ Եգոդային հիշում եք, հա? Բոլշևիկների ժամանակ ինքն են գած քահանաների հետևից, ինքն էր քանդում եկեղեցիներին, ինքն էր եկեբանը քահանաներին սպանում տեղում, որին սպանում էին, որին ուղարկում էին պարտադիր աշխատանքների գուլագներում աշխատող ձեռքեր էին պետ։ Հիշում եք ինչ եղավ Եգոդայի հետ, դատախազ հետ քննչականի պետ, հիշում եք։ Այո, պետք է հիշեք։ ԱԱԾ-պետը նույնպես։ Իր կոլեգան է, չեկիստ։ Վոլա։ Հիշում եք։ Այո, ճակատին ուղիղ։ Եժովը Այն կարլիկ են, որ ինքը ամեն ինչ էր, պեդաֆիլ էր, գեյ էր, զոոֆիլ էր, նեկրոֆիլ էր, ամեն ինչ էր, գաջաջ երևույթ, կինն էլ ամենագեղեցիկ զալոժնիկներ իրա, որ իրան հետաքրքիր չէր։ Դա Եժովի կինն էր։ Եժովը սատկացեց սրան, հետո սատկացեցին Եժովին, բերեն արդեն, հետո բերային։ Ձեզ այս ընթացքը հեչ բան չի ուզում, ձեզ հեչ չի մտահոգում այս ընթացքը։ Իսկ պետքա որ հետաքրքրի։ Պետքա որ հետաքրքրի։ Պարոնեք։ Ու պարտադիր չէ մտածեք, որ հեղափոխություն է լինելու, այ եթե հեղափոխություն չլինի, սա մեր հետ չի ստացի։ Ոչ։ Այստեղ ամենահետաքրքիր մասը, որ ձեզ այս վիճակին բերելու համար հեղափոխություն ընդհանրապես պարտադիր չի։ Եթե ձեր բախտը բերի, կլինի հեղափոխություն։ Եթե ձեր բախտը չլինի, դուք կարժանանաք Եժովի Եգոդայի անպայման ճակատագրին։ Դուք դրանից հետո պետք չեք։ Բացարձակապես դուք դառնում եք անիմաստ բեռ Փաշինյան Նիկոլի վրա։ Նիկոլը փաստորեն ձեզ պետք է շնորհակալ լինի, որ դուք իրան իշխանություն եք փոխանցել։ Իսկ Նիկոլի նման տականքը չի պահում այտենց մարդիկ իր կողքը։ Չի պահելու։ Բացարձակապես։ Էսի ես վատագույն դեպքում եմ ասում, եթե մենք ես չկարողանանք դատենք։ Այնց որ ձեր շահերից է բխում, որ հեղափոխությունը լինի ու ձեզ դատեն։ Հակառակ դեպքում Եգոդայի ճակատագիրը ձեզ օրինակ։
Արդեն ձեր ընտրությունն է։ Մյուս հայտարարությունը, որ մի անգամից եղավ եւ շատ ուրախ եմ, ես չէի սպասում, ծանոթացեք, սա Հյուսիսային Ամերիկայի համայնքի ներկայացուցիչներն են, առաքելական եկեղեցի ու Կանադայի, որոնք միանգամից դատապարտում են Հայաստանում տեղի ունեցածը, ուղղակի համարելով, հայտարարելով անընդունելի։ Ես ուզում եմ կարդամ, որ դուք իմանաք ում մասին է խոսքը, սա Հովնան Դերտերյանն է, Մեսրոպ Պարսամյան եւ Աբգար Հովակիմյան։ Իրենց անունից է այս նամակը, նաեւ ոնց որ թե էլի մարդիկ կան։ Այստեղ նաեւ գրված է Մկրտիչ Պրոշյանյանն, խոսքով։ Բացի դատապարտումից հայտարարում են, որ իրանք կանգնած են եկեղեցու կողքին եւ ամենակարևորը կաթողիկոսի կողքին։ Շնորհակալություն մեր համայնքի ղեկավարներին այսպիսի օպերատիվ արձագանքի համար, ուղղակի ուզում հասկանամ, բա կաթողիկոսն ուրա։ Փաստորեն մի կողմից ունենք մենք Նիկոլ Փաշազադե, մյուս կողմից ունենք Գարեգին անողնաշար կներեք ինձ։ Ուրիշ ձև ես այս կաթողիկոս կոչվածին չեմ կարող բնութագրել։ Ուրիշ ձև իր երկու սրբազաններին արդեն քանի ամիս է դատում են։ Արդեն 4 ամիս այդ մարդիկ նստած են։ Այսօր եւս 12 հոգու ինքը վերցրել է մի հատ հաղորդում, այս մեր փրկիչը։ Հիշում եք, չի ով մեր փրկիչը։ Սա այս մեջտեղի մեր փրկիչը գրել է սրանց, որտեղ բան եմ լսել, որ իամ ասել են գնա միտինգի մասնակցի, սրանք ոնց թե ասել են քեզ մի անգամ գնա միտինգի մասնակցի։ Մի անգամից ով կան դա պետք է ձերբակալենք, խուզարկություններ անցկացնենք։ Եվ այս ամեն ինչը փաստորեն լուր մարսում է կաթողիկոս։ Հիմա ինքը կարող է վատ է մարսում, կարող է ծանր է մարսում, կարող է գիշերները հանգիստ չի քնում, դա ոչ մի բան չի փոխում։ Փաստացի ինքը մի ամբողջ ազգ թողել է միայնակ։ Այն պարագայում, երբ որ Փաշինյան Նիկոլը վաղուց դարձած կլներ փոշի, վատ հիշողություն, ծանր դառը աջունոտ հիշողություն դարձած կլներ Փաշինյան Նիկոլը, եթե մենք ունենայինք կաթողիկոս։ Հիմա եթե ինձ նայում են մեր Հյուսիսային Ամերիկայի այս համայնքի ղեկավարները, թող ներող լինեն, որ իրանք նույն եկեղեցուն են ներկայացնում, բայց այն ինչ որ կա։ Այն ինչ որ կա։ Ես ասում եմ, այն ինչ որ դուք մտածում եք, բայց չեք ասում։ Իհարկե դուք որպես եկեղեցու սպասավորներ դուք պարտավոր եք լինել, դա ձեր կոչումն է լինել կաթողիկոսի։ Կողքեր դուք ճիշտ եք ասում, ճիշտ եք անում, այն ինչ որ անում եք։ Բայց այն ինչ որ ամենաշատը պարտավոր է եւ անի ձեր նկատմամբ եւ ժողովրդի նկատմամբ փաստացի։ Ինքը out է, ինքը ադբոյ է, ինքը չկա, գոյություն չունի։ Ոչ մեկ չգիտի ուրա ինքը, ինչա անում ինքը։ Սա Հուդանա Քրիստոսին մատնելուց առաջ։ Ու սա շատ սիմվոլիկ կա դրա, շատ։ Այսպես գալիս են բոլոր քպեականները Նիկոլի ձեռքն էլ ամփյուրեն։ Նիկոլ, այսպես ցուցմունք են դալու դեմդ։ Վաղ։ Հասկացար։ Որտեղ դու բոլոր անառակ եք ու անառակին տեսնում է հերվից վիդիտ իս դալիկա։ Եվ նույնը կատարվելու է ձեր նկատմամբ։ Նույնը։ Չկասկածես։ Ոնց դու անենց քեզ։ Մանավանդ ձեր միջավայրում կարծում եմ ոչ մեկ դրա վրա առանձնապես չի զարմանալու։ Եվ այսպես տեսնենք, բա դա իրականացնողն ով է, որ ասում են լավ, ասենք Նիկոլի մերը թուրք է եղել, ասենք, հա, եւ սրանով բացատրվում ամբողջ պատկերը։ Հիմա ուզում հասկանամ, բա մնացածինը։ Եվ այսպես լրագրողները հարց են տալիս։ Ասկյարները հիմա բռնաբարում են ձեր մորն ու կնոջն ու երեխային ձեր աչքի առաջ։ Դուք հրաման եք կատարելու։ Արդեն մեկ հոգևոր ինքնությանն են հասել։ Ոնց կարելի է հանդուրժել այս ամենը։ Ճուժեղ տղա է, չէ՞։
Ինչ ուժեղ տղա չէ։ Չկունքովա կանած չի լսում։ Ինչ չես լսում տղա ջան։ Շորալի կինա քո հետ խոսում, դու պարտավոր ես իրան լսել։ Կինա խոսում դու էլ տղամարդ ես, երևի։ Ամեն դեպքում այտենց երևում ա գոնե։ Եվ ես որպես հայ մարդ հենց հիմա իրավունք ունեմ հասկանալու մեր հոգևոր կենտրոնում ինչ է իրականում տեղի ունենում։ Բարև ձեզ, կարելի է ձեզ մի րոպե։ Խնդրում եմ պարզաբանում։ Որևէ անձ, ով կարող է պարզաբանում տալ։ Ինչ եք հասկանում։ Հարց ենք տալիս, ուզում ենք հասկանալ։ Ո՞ւմ համանadrական կարգա խախտվել, որ դուք էլ փորձում եք պահպանել։ Հարցակում ա եղել, օրինակ, չգիտեմ, կարող է Ու ԱԱՑ-ն անդեղ։ ԱԱՑ-ն անդեղ։ ԱԱՑ-ն գնացել է վանքա խուզարկում։ ԱԱՑ-ն հասկացաք ինչա դարձել ԱԱՑ-ն։ Այն ԱԱՑ-ն մի հատ բանը ջայլերխա են նշանակել է, որ գնացել էր բանի մոտ։ Ալիևի մոտ խորհրդակցությունների։ Ցուցումները ստացել եկել է։ ԱԱՑ-ն Հայաստանի եկեղեցի է խուզարկում։ Սա նույն չեկիսները, չէ՞։ ինչ-որ մարդիկ գործողություն են կատարում, մենք հասարակական Ինչի ես դեմքով պտտվում։ Այդ տղա, ինչի ես դեմքով պտտվում։ Հիմա ես այս բոլորիդ եմ ասում, ուժայիններ։ Դուք մյուս որ մտածում եք դեմքներդ փակ։ Կամ սենց պտտվում եք մեջքով։ Վաղը չենք իմանալու ովքեր են այնտեղ լինելու։ Այդ տղա դուք մյուս մտածում եք որտեղ պրծում կա, դուք գիտեք տաբելով սա գդվում է։ Ով գնաց եւ գնաց ծառայությունների ըստ դրա վճարվելու եք հələ, դուք դրա համար եք այնտեղ։ Այս ամեն ինչը մնում է փաստագրված, դուք մտածում եք սա անհնարին է պարզել։ Ով է այն մասկի տակը։ Հա։ Ով է խախտել։ Ուզում ենք հասկանալ։ Ներողություն, իսկ փաստաբան, այսինքն օրինական հիմքեր ունեն ձեր գործողությունները, քերականներ, չգիտեմ, փաստաբաններ ներկա եղան են ձեր գործողությունների ընթացքում։ Որպես հավատավոր հայուհի, ես ուզում եմ իրավունք ունեմ մտնելու։ Իհարկե։ Իսկ կարող եմ հիմա մեր հոգևոր առաջնորդարաններ մտնել։ Չեք կարծում, որտեղ հենց հիմա ազգային անվտանգությունը քննչական կոմիտեի հետ միջոցառումը իրականացնում։ Կարող են Ազգային անվտանգությունը քննչական կոմիտեի հետ միջոցառում են իրականացնում։ Սպանում է սա։ այն կարգը, որի հիման վրա դուք այստեղ եք Ես չեմ գտնվում։ դիապետոն այդ ինֆորմացիան։ Այսինքն դուք չգիտեք ինչ եք իրականացնում։ Մենք անվտանգություն ենք ապահովում։ Ում անվտանգությունը։ Անվտանգ տարածքի։ Տարածքը անվտանգ է, մենք զինված չենք, որևէ վտանգ չենք հանդիսանում տարածքի համար, իսեր Աստծո։ Հարգում եմ ձեր խոսքը, Շնորհակալ եմ։ Մենք էլ խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Հավատացեք։ Նույն հավատից ինքն էլ ունի։ Ես էս արդեն չեմ կարա լսեմ, ինձ արդեն սա բանը շատ է, այս ինֆորմացիոն, այս հոսքի մեջ, էսի արդեն շատ է, չէ՞ տղեկ։ Միակ հավատը, որ դուք ունեք, դա հավատնա փողի նկատմամբ։ Այսօրվա ձեր այս կողմն է հետաքրքրում։ Դուք նույնիսկ թքած ունեք ձեր երեխեքի վրա, ձեր սերունդների վրա։ Դուք այսօր այն ինչ որ անում եք, հա, սրա բարձը տալու է ձեր երեխեքը։ Ինչ հավատ, այսօրվանից գնում եք ուրեմն բոլորը ձեր տներով, նայեք։ Ինչքան համազգեստավոր կա քննչականա, ԱԱՑ-ը, չգիտեմ, ոստիկանությունն, բոլորը հանում եք ձեր վզի խաչերը, մենակ ձեր չէ, ձեր կանանց, ծնողների, երեխեքի բոլորի վզից հանում եք բոլոր խաչերը։ Սա իրոք ճիշտ ժամանակն է, որ դուք անեք։ Հանում եք ձեր տներում, ես գիտեմ դուք սիրում եք դες մոմեր վառել, բան սրբապատկերներ, ինչի մենակ մոմեր, ինչի մենակ տներում, բա օֆիսները, բա մեքենայի մեջ, տեսել եք, չես մեքենայի մեջ sense իկոնաներ են դնում։ Բոլոր տեղերից հավաքում եք դա։ Բոլոր տեղերից հավաքում եք, մի հատ երկաթի կտորից ձուլում եք այդ Նիկոլի Հայաստանի խաչը, կախում եք ձեր բոլորի վզին։ Մի անգամից հրաժարվում եք ձեր մկրտությունից, եթե եկեղեցիով եք պսակվել, ամեն ինչից հրաժարվում եք։ Եկեղեցու փոխարեն սրանից հետո գնում եք Նիկոլենս տուն, կառավարության համառոյցը։ Այն եթե ուզում եք մոմ վառեք, իր պատերի տակ մոմ վառեք։ Եթե ուզում եք սրբապատկեր ունենալ, Նիկոլի նկարները վերցնում եք, դնում եք ձեր կաբինետներում, մեքենայի մեջ, այն բանի վրա, այն դաշբորդը ոնց է կոչվում, խոսքով, այն պանելի վրա։ Որտեղ ուզում եք տաներում ձեր Նիկոլի նկարներ դնում, թող դա որտեղ այսօր
Այսօր դուք հավատում եք մենակ Նիկոլին։ Դուք աղոթում եք Նիկոլի համար, Նիկոլն էլ ձեզ փչացնում է ձեզ ու ձեր ձեռքերով ձեր երեխեքի ապագան խորտակում։ Ամեն ինչ հնարավոր է։ Տես այս քահանան ասում է ես խաբած չեմ։ Տղա, քեզ օգտագործեցին, քո ձեռով այս հանցագործություն արեցին, քեզ սարքեցին հուդա, քեզ փչացրեցին։ Դու քեզ թվում է մի հատ համեկ գալով դու պրծնելու ես, հա։ Լուրջ, քեզ տենց է, փողը տալիս են մի բան անում ես, հետո դու դառնում ես կյանքովը տիրագերին։ Ու քո մի արածից, տես ինչ հետևանքներ է ստացվում։ Հիմա սրանցն է։ Դուք այսօր եկեղեցի եք քանդում, եկեղեցի եք փակում, դուք հələ սրա հետևանքները տեսեք ինչ անելու Փաշինյան Նիկոլը։ Ձեր գլխին, ձեր ու ժողովրդի գլխին, որովհետև այն օրը որ եկավ փախնելու, եթե հասցես փախնել, մենակ ինքն է կարողանալու փախնել։ Դուք չեք կարողանա փախնել, որովհետև դուք հələ պետք է ընտանիք վերցնեք, չգիտեմ, հիվանդ ծնողը, չգիտեմ, երեխան դպրոցում է, տուն չի եկել։ Հասկանում մի բան եք, սրան ոչ մի բան պետք չի, ոչ իր բոլբսնաս կնիկն է պետք, ոչ էլ են անտեր գյադեն։ Իրան իր երեխեքներն հետաքրքիր չեն, բացարձակապես։ Ձեր մոտ կարող է մի քիչ ուրիշ վիճակ է, բայց ինքը ձեր ձեռքով ձեր տաները քանդում է։ Ոնց որ այս քահանայի ձեռքով իր կարիերան քանդեց։ Ասում է ես խաբած չեմ, ինձ նույնիսկ չեն կանչել, հարցակնեն, թե դա որ հայտարարել ես ճիշտ է, ճիշտ չի։ Ով ա եղել, երբ ա եղել, բռնացել են, թե քեզ կոչ են արել։ Չէ, վերցել եմ ապա փչացեցի, վերջացավ գնաց։ Այն աստիճան որ վաղը նա չի կարողանալու եկեղեցի մտնի։ Արդեն բանը իր սարկապակներն ասեցին գնա։ Մենք քո հետ աստուտանը ծառայություն չենք մատուցելու։ Ինչ արեց Նիկոլը այս ընթացքում։ Փչացրեց բոլոր նրանց ովքեր իրան օգնում են։ Իր դատախազից քնչական պետով միջև ԱԱԾ-պետ։ Ուրեմն քնչականի պետ, դատախազ, ԱԱԾ-պետ, սրանք ձեզ էլ է վերաբերվում։ Ձեզ վաղը ով որ տենում է, ձեզ տենելուց պիտի խաչակնքվի։ Դուք այն մարդիկ եք, որ մտել եք Աստծո տուն եք քանդում։ Աստծուն ծառայողներին 12 հոգի եկել եք ձերբակալել եք, 2 հոգի էլ արդեն նստած է։ Ձեզ սարքել է սատանի գործիք այս թուրքի ճուտը։ Հետո դուք վաղը որոշեք մի բան չանել, եսի ձեր դեմն է բերելու։ Ոնց, արա դու արդեն հանցագործ ես։ Դու արդեն սատանի գործիք ես, դու չես կարա ասես ես չեմ անում։ Դուք էլ հետ գնալու տեղ չունեք։ Ձեր ճակատագիրը գրվել է արդեն։ Եգոդա, Եժով, Բերիա, այս հերթականությամբ գնալու եք բոլորդ։ Բայց իմ ձեռքով չէ, ձեր ձեռքով, ձեր համակարգի ձեռքով։ Ոնց եղել է, այդ տրադիցիաները ոնց ինչ հիմա պահում եք, այտենց է շարունակվել է, որովհետև բոլշևիկներից այս կողմ ոչ մեկս բան չէր արել։ Դուք մեր օրյա, այսօրվա բոլշևիկներն եք։ Գնացեք, կարդացեք ցանկացած մեկի ճակատագիրը ոնց վերջացավ։ Հետո չասեք ես եմ հոդինում, գնացեք կարդեք։ Հուսով եմ տարա ճանաչեն գոնե էլի, այն որ գործ եք տալիս մեկի վրա, գոնե տարերը գիտեք, չէ՞ որ գրում եք, կարդում եք, ընթացք եք տալի, վիզա եք դնում։ Գնացեք, կարդացեք, Ջերզինսկուց սկսած Ձերժինսկի որ հասկացավ ինքը ինչ է արել, ինֆակտ խփեց մեռավ։ Գոնե գիտեք Ձերժինսկին ոնց է սատկե։ Ձերժինսկին այդ հրեշը, եւ որ են գալիս եկուցում են պլենումի ժամանակ, ինչ են արել իր համար։ Դու սա գալիս սենյակում սատկում է, ինֆակտը խփում է, ասում է ոնց։ Ոնց որ ես այսքան բան չէի պլանավորել, այսքան մարդն չի գյուլել։ Բայց որպեսի լավ է բան այդ հրեշի առաջ գերակատարել են պլանները։ Հենց պլենումի ժամանակ հետևի սենյակում լսում այս ամենը սատկում է, ինֆակտը խփում մեռնում է։ Մի խոսքով։ Գնացեք, դա մանեմ ասում, ես ոչ մի խոսքին այս ես էլ եմ հավաքել, մենք էլ ընտանիքում ես որ հարձակվել են հայ ինքնության վրա, հոգևոր Մենք ոչ մեկը չենք հարձակվել, մենք հրաման ենք կատարում, եղբայր, մենք չենք հարձակվել, մենք Թուրքի հրաման ենք կատարում, ու մենք չենք հարձակվել։ Հասկացան, իր համար դրանք տարբեր բաներ են։ Իրանց համար դրանք տարբեր բաներ են։ Իրանք չեն հարձակվել։ Ընդամենը մի հատ Թուրքի հրաման են կատարում։ Ընդ որում, այս Թուրքի չէ, այմս Թուրքի, Փաշազադեի, որը Մայկի ամբիոնից հրամայել է, այս տականքը սաղտեր իրականացնում է։ Ու հասկանում եք, չէ՞ որ սա մի օրվա մեջ չէր կարող լինել։ Փաշազադեն 2 օր առաջ է հայտարարել։ Մատ նայեք այս տականքի դիմումի վրա կա ամսաթիվ։ Ես վստահ եմ, որ հա, սեպտեմբերի 17-ից է սա արած։
Ընկնում ամեն ինչ իր տեղը։ Սեպտեմբերի 17-ին այս դիմում է եղել, միջև հիմա սպասում էին։ Գործը ընթացքը տվել են, սպասում էին, խնդրեմ, ասեցի ես նայեցի, դուք չնայեցիք։ Սեպտեմբերի 17-25 թիվ։ Սեպտեմբերի 17-ին գործը սկսել են, գնել են մի կողմ։ Հենց Փաշազադեն ասում է, հաջորդ օրվանից սկսում ենք որսը, ու սա էլ ասում է, մենք չենք հարձակվել։ Դու լույս մտածում ես դու չես հարձակվել, հա։ Ժողովրդին հարցնեն։ Եկեղեցին փակա ի՞նչ է նշանակում։ Եկել եք աղոթելու, ու ձեզ չեն թողնում մտեք։ Չէ, իրանք ոչ մեկն են, որ ինչ չթողնեն մտնեն։ Ուղղակի այնտեղից ելույթն է, որ եկեղեցին փակա, ի՞նչ է նշանակում եկեղեցին փակա։ Քննչական գործողություններ են իրականացնում, քննչական կոմիտեից են այստեղ։ Եկեղեցու մեջ։ Խուզարկում են։ Թող խուզարկեն։ Ես իմ գործ ունեմ եկեղեցում, խուզարկողներն էլ ընդհանրապես Ինչ է կատարվում արա։ Ինչ է սարքել ես երկիրը։ Գիտեք որ ձերբակալվել են հոգևորականները, երթեն առաջնորդները։ Չեմ անում, Գիտեմ, նոր եմ իմացել։ Ինչպես եք գնահատում ես։ Ինչ գնահատեմ։ Դա գնահատելու բան է։ Ես գնահատում եմ, որ այս ժողովրդին սատկացնեն էլ քիչ է։ Սա տերորիզմ է։ Սա տերորիզմ է։ Թուրքը, արաբը, արտաքին թշնամին, բոլորը միասին վերցած չեն կարողացել սա անել։ Բոլոր արտաքին թշնամիները միասին վերցրած այս այլանդակությունը չեն կարողացել անել։ Ինչա նշանակում թեմի եկեղեցիների դռները փակել։ Ինչա նշանակում այս անպատկառությունը։ Այս աստիճան ընկած է այս ժողովուրդը, արդեն մտածում են, որ գլուխներիս վրայով ման են գալու։ Ընկած է, գոյություն չունի այս ժողովուրդը։ Չէ, ունի ժողովուրդը, ուղղակի սրանք մտածում են իրենք մեր հոգևոր հրաման են արժեքի կատարում, ներգործություն է տեղի ունենում։ Այսօր քրիստոնեության վրա Հայաստանի Հանրապետություն Մեր ժողովուրդը իրենք են, իրենք հրաման են կատարում, իրենք վատ բան չեն կատարում, իրենք փող են աշխատում։ Իրանց երեխեքին ծախելով, երեխեքի ապագան ծախելով, ամեն ինչ այլանդակելով, այլասերելով, իրենք աշխատողաս են ստանում, իրանք փող են աշխատում, փող։ Իմ հարցումը նայողների մեջ, քանի հոգի կա որ ոստիկան, չգիտեմ, օրինակ իրավապահ մարմիններում ընկերու բարեկամ ունի, հենց հետաքրքիր է, ձեր զրույցների մեջ, դուք իրենց հետ այդ մասին խոսում եք։ Իրենք հասկանում են, որ իրանք մեր աշխում, մեր ազգի առաջ թիվ 1 թշնամիներն են։ Նույնիսկ եմ ասում, թիվ 1, ոչ թե 2, որտեղ Նիկոլը առանց ձեզ ոչ մի բան չի կարող անել։ Ձեր ձեռքով անում ես ամեն ինչը, դուք թիվ 1 թշնամիներն եք։ Իրեք տեղեք են։ Չէ, բացի ինձ լսողների որ տեղեք են։ Ամեն օրվա ռեժիմով են տեղեք ու զեկուցում են, որ մեր կողքել վերևում տեղակ լինի։ Չէ, սովորական այն որ օրական իր կորմի դիմաց, դրանց ուտելիք չի կորմի դիմաց, այս երկիրը սպանում են։ Ասում եք իրանց այդ մասին։ Պետք է ասեք ժողովուրդ։ Պետք է դուք ունենց ասեք, ոնց որ այդ սարկավագներն ասեցին քահանային։ Այ հենց այդպես։ Հակառակ դեպքում իրանք էլ են sense մտածել, դե հա ժողովուրդն էլ գիտի, որ մենք ընտանիք ենք պահում, հա դե մենք ինչ անենք, հա դե։ Սա լուլուն է։ Բաս մենք եթե հոգևորականի քողի ներքո դավեր են անում երկրի ներսում, հա, պետք է պատժվեն օրենքի խստության, լուլուն է։ Ես ես կենթանի չեմ քննարկել, ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Քանի հոգի կա, որ լուլու հետ շփվում է։ Շատ են շոու բիզնես, հանրային հեռուստատեսություն, այս կողմին այդ կապիկների մեջ լիքը մարդկանց շփվում է ու ժպտում է։ Այդ հնարավորությունից է օգտվում։ Դա մեմ ասում կապիկներ էլի։ Որ իրանք չեն ասելու լուլու։ Դու եթե Թուրքի առաջ կռացած 7 տարի հաճույք ես ստանում, դա չի նշանակում, որ դու ինձ էլ պետք է կռացնես, որ դու ավելի հաճույք ստանաս։ Եթե մեկը տեսնում է լուլուին ժպտալու փոխարեն, սա չի ասում, ինքն էլ է լուլու։ Ինքն էլ է նույն աղբն է։
նույն քաղաքական կուրտիզանքին է, ինչ ասեմ, քաղաքական տրաֆինգի կամավոր մասնակիցը։ Որովհետև հիմա սրանց մենակ քիչ է ասել դուք տրաֆիկինգի մասնակիցներ եք։ Բոլոր նրանք, ովքեր սա շփվում են, ժպտում են ու սրանք չեն ասում ով է ինքը, ու իրանց ինչ է անում իրականում, իրանց գլխին ինչ է բերում, նշանակում է իրանք նույն բանն են։ Ես այլևս մենակ է սրանց բան չունեմ ասելու։ Սրանք գիտեն իրանց անելիքը, սրանք իրանց անելիքը, բայց վճարվում են։ Բայց սրանց օգնողները պետք է հասկանան, որ իրանք էլ նույնից են, եթե չեն դիմադրում։ Ջան, ամեն մեկը իր ճակատագրի դարբինն է, ամեն մեկը։ Նիկոլը կյանքում չի հեռանալու։ Քանի իր աղբերը կան, ծաղը գիտեք Հայաստանը, ծաղը գիտեք, որ Նիկոլը իմ աղբերս է, որ ամեն ինչն է լավ արնելու, ժողովուրդը ծաղը պետք է փոխվեն իմ աղբորս դիտեք։ Այ։ Ով տենում չի ասում լուլուին, ինքն է։ Նիկոլի աղբերն է։ Խնդրեմ ծանոթացեք Նիկոլի աղբորը։ Ճիշտ ասած ես հենց սենց էլ իրան պատկերացնում եմ։ Հենց սենց էլ պատկերացնում ցանկացած մեկին, ով Նիկոլի մեջ աղբեր է տենում։ Կամ փլկիչ։ Մեկը մեկին, որովհետև եթե Մարսենս չլինի, ինքը չի կարա այս ամեն ինչի մեջ Նիկոլին աղբեր տեսնի։ Ինքս էս պետք է լինի, էլի։ Օրինակ Ալիևը տեսնում է, Էրդողանը տեսնում է, չեն էլ թաքցնում, ասում են հենա հայրենակիցս։ Բայց թուրքադամները ասում են հայրենակիցս։ Խնդրեմ։ Իմ աչքում որ ասում են Նիկոլա պաշտպանում, Նիկոլա սիրում, իր համար ընդունելի է, հեծնում է սրանց, հետները լավ է, սա է։ Գրեթե 9 ժամ քննչական գործողություններից հետո քննիչները լքել են Աշտարակի Սուրբ Մարիանե առաջնորդանիստ եկեղեցու տարածքը, իրենց հետ տանելով արգղերով փաստաթղթեր ու առգրավված համակարգիչներ։ Փաստաթղթերը հավանաբար դուրս են բերել չհրկիզվող պահարանից։ Դեռ կեսօրին էին փրկարարներ կանչվել առաջնորդարան Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոսի նստավայր։ Փրկարարը նախ լինգով, լոմով էր փորձել բացել երկաթե արգղը, հավանաբար չհրկիզվող պահարանի դուռը։ Ապա էլեկտրական սղոցն էին գործի դրել։ Արա դուք թուրքից ինչով եք տարբերվում, այ լամուկներ։ Ձեզ հարց եմ տալի, դուք տուն չեք գնում, արա։ Ձեր երեխեքը ձեր կանայք չեն ասում, անիծվես դու, որ այսքան անես մեր վրա ես բերում, չեն ասում ձեզ։ Ոնա արգուցի սիրտ եք դուք կերեք։ Հեչ փորձել եք, քարը գցեք վերևից ներքև։ Փորձել եք։ Հեչ եղել է, որ գցես ու վերև բարձանա։ Եղել է հեչ։ Բան չեք որոշել, որ ձեր գցած քարը վերև է բարձանալու։ Արա այս քարը ինչ որ իմանում եք, ձեր գլխին է իջնելու։ Դուք ձեր ընտանիքին, ձեր երեխեքի ապագան, միևնույն է ձեր աման են ձեր ինչ ա լինելու։ Իրանք էլ են ձեր նման։ Ավելի վատ ձեզ, դուք նշանակում ապագա չունեք, դուք հենց մեծացաք, ձեզ տանել են շպրտեն աղբանոցը ու ասեն Արցախից պրծանք։ Հազիվ հոգիներս թեթևացավ։ Եթե իրանք ձեր նման են, ասում ձեզ տանել են շպրտեն, ասեն բերեր, բեր, հազիվ այդ բիձուց կամ այդ պարաբից պրծանք։ Իսկ եթե մարդ եղավ, վաղը տուն գնալուց թքեն ձեր եսին։ Ասեն դուք ես ինչ եք անում, էսա ձևը հացու աշխատելու, ինձ կերակրելու, ավելավ է ես սոված մնամ։ Ես չեմ կասկածում, որ ձեր երեխեքի մեջ այդ կարգի խելացիները լինելու են, գիտեք։ Ես վստահ եմ, ես սերունդը ուրիշ ձև է մեծանում։ Ինքը ճորտ չի մեծանում ձեր նման։ Ասում է ես եկել եմ աշխատանքի, ես ված բան չեմ անում։ Գետինը մտնեք լավ չի, գետինը մտեք, գետինը։ Անիծեք դուք ձեր ժառանգներով, ձեր տերությունով անիծեք։ Երեկոյան քննչական կոմիտեն հրապարակեց առգրաված իրերի լուսանկարները։ Ըստ ՔԿ-ի հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում 2 տասնյակից ավելի խուզարկություն է իրականացվել։ Հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ։
Ոստիկաններն ու ԱԱԾ-ն առավոտից էին Արագածոտնի թեմի առաջնորդարանում ծառայություն իրականացրել։ Գիտեք ինչ հիշեցի, ով է հիշում 2016 թվականի ապստամբության ժամանակ, երբ որ ծռերը ՊՊՑ պետի սենյակը մտնելուց հետո հայտի ժամացույցն էին հայտնալու ու նկարեցին, ցույց տվեցին։ Հիշում եք ՊՊՑ-ի ժամացույցը։ Տասնյակ հազարավոր դոլարներով փող, կակային, պրոստիտուտկեքի ցուցակ։ Հիշում եք։ Հիմա այս նույն կառույցը, որտեղ այդ ժամացույցի վրա շեֆի սենյակում դե կանայք են մտնում, քարտուղարիներ կան տղամարդկանց հետ, գրած է որ ժամին որ մտնում ես, որ դիրքով պետքա կանգնես։ Այդ հիմնարկի մարդիկ մտել են ու կտրտում են սեյֆեր քահանաների մոտ, որ գտնեն ինչ որ թղթեր։ Եվ ասես մեծ Ալփի Դավոյան կա։ Այս եթիմին ճանաչում եք։ Հա։ Ոգևորվել է այս նկարներով, ասում է, հələ այս նկարները նա, ինչ գործ ունեն սրանք այս ոսկե զարդերը քահանաների մոտ եւ փող։ Նրանք պետք է ասում են ինչ որ սուրբ մասունքներ ունեն, կատարյալ իդիոտ։ Սրանց, ասկան ես դեմքի տիրապետող ես, դեմքի տերը ուրիշ ոնց պետք է լիներ։ Այս դեմքը ինչ է ասում։ Ուրիշ բան չի ասում, չէ՞։ Բայց դեմք ունեցող ես, հայացք ունեցողը ինչ պետք է ասես։ Սա ԿՊ-ի դեմքն է։ Ամեն մի sense դեպք, ամեն մի sense իրադարձություն մի հատ այսենց հարնոց մեխա սրանց քաղաքական դագաղին մեծ իրաց դագաղը շատ մեծ է բայց ամեն մի sense բան դեպք այսենց մի հատ մեծ մեխա սրանց դագաղին սրանց պաշտպանելը օրորի դառնում է ավելի բարդ եւ տեղտեղ նույնիսկ անհնարին բայց մեկ այդ վարսկանները ասենք Սոր Խոշուջյանն է ոնց է Ստյոպիտն է Սաֆարյան ոնց որ չգիտեմ մի խոսքով գիտեք այդ աղբանոցը հա դրանք մեկը փողը վերցել են գործը պետք է անեն բայց իրանք հասկացել են որ մնացել են մենակ օրինակ ձեզ ցույց տամ այս տեսանյութը տեսնում եք ես էլ չեմ տեսնում որովհետև հանել են սա Արամ Սարգսյանն է եղել Նոյան տապանում 10,000 դիտող 10 ժամվա մեջ նշանակում է դիտող չկա Արամ Սարգսյանն էլ չեն նայում ես բացեցի ասակ ասեցի մի հատ կարդամ բաները գոնե կոմենտները հա կոմենտները ես բացում եմ բացում է 49 կոմենտ 10,000 դիտման համար որ չափազանց քիչ է բայց անեցք 49 անեցք մեկ ու շաբլոն copy paste շնորհակալություն պարոն դուք հանճարեղ եք դուք մեր ազգի փրկիչն եք բան 2-3 49 է ընդամենը մնացածը ջնջել են հայոյանքները այս ամենացել են կամ միջև հանել են տեսանյութը հանել են իսկ Նոյան տապանում եթե 10 ժամվա մեջ քեզ 10,000 հոգի են նշանակում քեզ չեն ոչ Նոյան տապան ոչ էլ Արամ Սարգսյան ճիշտ են անում ոչ են նայում ես Նոյան տապան նայողներին եւ հովանավորներին եմ ուզում ասեմ հովանավորներ երբ դուք փող եք տալիս Նոյան տապանին դուք տալիս եք թուրքի քարոզչական մեքենային այսինքն փաստորեն դուք օգնում եք թուրքական քարոզչությանը Հայաստանի Հանրապետությունը մեր երկրի կործանման մեջ դուք ձեր ներդրումն եք ունենում ձեզ ո՞նց է չգիտեք գնացեք մտածեք սա էլ այն է երբ որ ասում սրանցից բան չի մնացել եթե մի ամբողջ օրվա մեջ թվարկել են Նինա Կարապետյանցի օգտին մի մասը գնացել է Նիկոլ Փաշինյանին ու էլի 20% է ինքը նշանակում է տակը բանի չկա Նինայի ձայները հանես ընդ ոչ իմ չի մնա բայց ես դա նորից եմ դնելու սա կհանեմ սա ուղղակի իմ համար պետք է էլի ասենք տեսնեի հասկանայի ոնց է բալանսը ինչքան կարա խախտվի բարձրվեց ինչքան խախտվի մեկը այնտեղ շանս չունի նա ես այս օրիգինալ կդնեմ առանց աշխատեմ որ ինքը լավ լինի որ իսկական պատկերը մենք իմանանք էլի հիմա ես անում եմ ուզում նայենք Ձեզ սիրելի հայրենակիցներ ասում եք ինչքան ֆեստիվալ մախոսում փոխանցեցին որ Երևանում փնտրում են ինձ բա անհանգստացած եմ որ ինքը Երևանում չի պատկերացնում եք ում թե ես որտեղ եմ բա ես ուզում եմ ասել որ ես
Ոչ միտեղ չեմ գնացել։ Ոչ միտեղ չի գնացել ինքը Երևանից։ Ասում եք։ Մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ այս ընթացքում։ Պատկերացնում եք, այս դիրքն է ինքը պահում է սպենած մազերով։ Իրան վստահել էին այս դիրքը։ Այս դիրքն են իրան վստահել եւ իրանց ջոկատով, այդ ջոկատից մեկն էլ ասես չես վերջերս քեզ մտեց, ասես տարակ մեզ պահեցի գորիսներում, կարգին աղջիկեր դուս եք ես։ Գորիսի անտառներում պահեցի, Գորիս քաղաքում մոտակայքում ֆոտոսեսիան արեցիք, ասած ստատուս ֆոտոսեկցիան արեցիք ու բերեցիք Երևան։ Ըստ լկտի ձայնը լսեք։ Վերջում ես են հարցեր ունեմ։ Ես ուզում եմ ասել, որ ես ոչ միտեղ չեմ գնացել։ Մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել այն դիրքը, որը վստահված է եղել մեզ այս ընթացքում։ Մենք այստեղ կանգնած ենք եւ մեզ վստահված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր է թշնամու դիվերսանտների խմբերի սովոսկում տարածք։ Ոնց թե թշնամու դիվերսիոն խմբերը մտնել մեր տարածք։ Ինչ ինչ բառեր է։ Ոնց թե թշնամի։ Ոնց է մեր տարածք։ Բայց չեք ասում եք Ադրբեջանում։ Ասում եք որ Ադրբեջանն է, ոնց է մեր տարածքը։ Թե Գորիսում ես, Գորիս այդ ժամանակ սահման չուներ բան Ադրբեջանի հետ։ Թե դու գնացել ես նոյեմբերյանի կողմը խես գնացել։ Դերս վտանգ չկար, պատերազմ չկար։ Ոնց է մեր տարածքը։ Թշնամու դիվերսիոն։ Պաստույն Արցախամերն, հա։ Մեզ վստահված էր դա հսկել եւ չեզոքացնել անհրաժեշտության դեպքում։ Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է տեղի ունեցել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը։ Ահա, Պաստոնեսի զինվորագրված եղել հայրենիքի պաշտպանությանը։ Դա, յոքչա։ Հարցրեք, վերագրողներ չեն, որ տեսնեք։ Ո՞րն էր քո հայրենիքը։ Այդ դու ո՞րն ես զինվորագրված եղել։ Եվ դու ինչ դիրք էիր պահում եւ ինչու հանձնեցիր։ Քննարկման մեղքն այն էր, որ դա կնոջ տեղ չի կամ վարչապետի տիկնային գործեր անելու։ Հիմա հենց այն պահն է, որ այս հարցը պետք է տան եւ պատասխանները փնտրենք, թե ինչու այդպես եղավ, ինչու ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի։ Մենք իհարկե կվերադառնանք, ինչպես մնացած բոլոր կամավորները, սահմանված ժամկետներում շուտով կվերադառնանք, բայց ես ուզում եմ, որ Բայց հիմա լսենք իրական զինվորը։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ որ չպետք է տեղի ունենար։ Չպետք է տեղի ունենար։ Պատերազմ էր եւ պարտություն կա, թշնամին եկե հասել էր մինչեւ ասենք հա այդ բնակիչները նվաճեց, բայց ինչ գնով։ Դրանք մեզանից շատ ավելի կորուստներ էին տվել։ Թե մարդկային էլ չեմ ասում, թե տեխնիկայի կորուստներով, հա։ Արդեն աշունը մոտենում էր, բավականին ժամանակ էր անցել։ Եթե այդ դիմադրությունը մի փոքր շարունակվեր ու մեր ղեկավարությունը այդպիսի դավաճանական քայլ չաներ, անմիջապես այդ նոյեմբերի 9-ի պայմանագիրը չկնքեր։ Մոտենում էր ձմեռը, թշնամու համար ամենաանբարենպաստ պայմաններն էին մոտենում ու պարտիզանական պատերազմով գծգծվեր։ Մենք այս պատերազմը գաղթեինք, առաջի պատերազմը քանի տարի տևեց, 4 տարի համար, 90 թվից սկսավ, 94 թվին վերջացավ։ Մենք էլ այն ժամանակ պարտություններ ունեցանք, եթե կհիշեք, չեմ հավասարում դե կհիշի, 92 թվականի ամռանը թուրքերը ասել էին մինչև առաջացող Ղարաբաղի ուղղությամբ, գրավել էին Շահումյանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Մարտակերտ քաղաքը, մոտեցել էին արդեն Ստեփանակերտին, ընդամենը 40 կիլոմետր էր մնում, բայց մեր ղեկավարությունն այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության մեր ուժ գտնվեց եւ նրանք կարողացան ժողովրդին կազմակերպել, մոբիլիզացնել, հավաք ներշնչել ու այդ ամեն ինչը կամաց Վազգեն Մանուկյանի օրինակը բերեցիք, պարոն Աբրամյան, փոխվեց, նախարար փոխվեց, ամեն ինչ փոխվեց, փոխեցին
ու կամաց մենք արդեն գարնանը, հետևյալ 93 թվականի գարնանը հարձակողական օպերացիաներ սկսեցինք ու սկսեցինք իրանցից իրան այդ մեր շրջանները ազատագրել։ Վերջաց։ Բայց որպեսզի դա երբեք չիրականանար, շտաբ հանձնվեց ամեն ինչ, հանձնվեց ուղղակի, ցենց հազիվ պրծանք, որտեղ դա մեր վզին թոք էր, թոք, բեր, ես լրբի ծնունդ ենք կնում, մեկ ենք մեր հայրենիքը պաշտպանենք թռչնամու դիվերսիոն գործողություններից, հետո պետք է ասեն դա մեր վզին թոք էր, հետո պետք է ասեն մենք դա վաղուց էինք որոշել, որ դա պետք է հանձնվեր, բայց մեկ հարց տվեք, էլի, եթե սա թուրք չի, ոնց է դա բացատրվում, ուրիշ ոչ մի ձև, ուղղակի այդ հարցը, մյուս հարցն է մնում բաց, բա մնացածը, չէ որ չեն կարող բոլորը թուրք լինեն, բա մնացած հոտը համազգեստավոր, որ իրա դավաճանությունն է սպասարկում մի աման լափի դիմաց, սեփական երեխու ճակատագիրը թաղում է, հետո կասի ես այդ երեխու համար եմ արել, ոչ, դու ոչ մի բան չես արել քո երեխու համար, դու քո երեխուն թողում ես անհագինիկ, դու քո երեխու համար թողում ես մի բան, որի դիմաց ինքը կարող է կյանքով վճարի դա վերականգնելու համար, այդ ես թողում դու քո երեխու համար, դու այսօրվա քո կոմֆորտն ես, քո վախերն ես ապահովում, քո կոմֆորտը, եկը քո էգոն, ուրիշ բան չես անում դրա, դու ամենամեծ թշնամին ես քո երեխու, քո սերունդների, գնանք առաջ, այսինքն էլ պետք է լինի, սկանդալ ԱԺ-ում, ՀԿ ներկայացուցիչները անցագետը շպրտել դուրս են եկել, գիտեք ինչի, որովհետև հասարակական կազմակերպությունները փաստորեն կենդանիների պաշտպանության մասով հանդիպում է եղել, օրենքներ են բանալել, քննարկել, օրենքներ, կենդանիների պաշտպանության մասով, ասում է, հենց հասկացել է, որ նիստը նախագահող ԿՊ-ական պատգամավոր Մերի Գալստյանը ոչ պրոֆեսիոնալ ձևակերպումներով խոսել է, թե ինչպես նաև որագիծն է եղել որ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք, կրկերը թրջացել են, հասկացել են, որ հերթական ուսապարկն է, խնդրեմ ես նկարի մեջ, այս այդ էրատոյենք են, էլի, հենց այս էրատոյենք են, որ գնացել էին, սա է, որ գնացել էին բան, դիշկ պահել, հայրենիքը պահել, հայրենիքը, հետո կասեին թոք էր մեր վզին, հայրենիքը, հենց դες հասկացել են, որ հերթական դեբիլ ուսապարկն անդե նստած, իրա մշակած ներկայացած օրինակ բանել դեբիլա, իրա նման, շպրտել են ու դուրս են եկել, կան բան, որ արդարության համար ասեմ, որ Վելես կազմակերպության նախագահ Մարինա Բողոսյանը կանգնել է, հրաժարվել է առաջարկներ ներկայացնել դիլետանտության մակարդակում մշակված օրինագծի շուրջ, Մարինա Բողոսյանն է, եւ անցագիրը շպրտելով դրանց դեպքին դուրս է եկել, հերթական ուսապարկը, հերթական հիմարության դրսևորումը, ամբողջ երկիրն է, բոլոր ոլորտներն են այդ մակարդակի վրա, սա ադրբեջանցիները 2000 հեկտարի չափ մեր տարածքում են խմելու ջրի ակունքները իրենց հսկողության տակ են, սա է տվել Նիկոլ Փաշինյանը, եթե սա թուրք չի, թուրքերի համար չի աշխատում, ոնց կարող է երկրի տարածքից 2000 հեկտար տա, որտեղ ջրերն են գտնվում, ջուրը 21-րդ դարի ամենակարևոր ռեսուրսը, այդ Արցախի պատերազմները, Քարվաճարի աղբյուրներն են, որ առանց պատերազմի տվեց, էլի ջրերն էր, որովհետև Ադրբեջանը ցամաքում էր, դրա համար Ալիևը հաղթանակած, բա իրա թուրքին կարողացել է բերի նշանակի իշխանության գլուխ, չեք կասկածում, չէ՞ որ Սերժիկ Նարիմանովը ամեն ինչ գիտես, Նարիմանով Սերժիկը ամեն ինչ գիտեր, հիմա էլ գիտի, ով է իրականում, իրական պատմությունը, ով է Նիկոլը, ով է իրա մերը, ոնց է եղել, ինչ եղել, ամեն ինչ գիտեր, ես ես հիշացնեմ, նույնիսկ 30-ական, 20-ական թվականներին չեկան այն ժամանակվա, բացահայտում էր, թե կոնկրետ այս մեկը որ տարիքում, որտեղ, որ քաղաքում, որտեղ նստած, ինչա խոսացել, ում բարեկամն է, որ ճյուղը որտեղից է եկել, դրա նախնիների մեջ եղել են տերտերներ, հանուսներ, չգիտեմ ընդեղ ինչ, այդ 20-30-ական թվականներն են, իսկ պատկերացնում եք հիմա
Այսինքն հիմա չկարողանալ բացահայտել իրականում ով է, իսկ ոնց ուզում ես Google-ի, ոնց ուզում ես փորձի, ոչ մի տեղեկություն Նիկոլի մեջ նոր։ Ոչ մի տեղեկություն, ոնց մարդ չի եղել։ Մենակ մի տվյալ 12 տարեկան եղել Նիկոլի, երբ որ մենը մահացել է։ Всё, ուրիշ ոչ մի բան չկա։ Ոնց է տենց մարդ չի եղել մարդը դպրոց չի գնացել, այդ մարդը չի ծնվել, ծննդյան վկայական չի ունեցել, ծննդյան վայր չի ունեցել, ծնողներ չի ունեցել, ոչ մի բան չկա։ Նիկոլի պապերից բացարձակապես բան չկա։ Բացի դավաճանական մասը, որ պապը դավաճաներ է 41 թվին, Նիկոլն ամենն է։ Այն մյուս կողմից ոչ մի բան չկա։ Գիտեք, հասկացում եք, որ այս ամեն ինչը իմացել է հենց Սերժիկը Նարիմանով։ Սերժիկ, չգիտեմ, քեզ պետք է առաջինը կախել, թե Նիկոլին առաջինը։ Եվ երկուսը դիար հետ։ Բայց թող դատարանը որոշի, ես հիմա չեմ ունդրել ժամանակ կորցնում։ Սա գիտեք ով է։ Սա Ֆրանսիայի մշակույթի նախարարն է։ Բայց ցիտիկը, նայեք։ Министр культуры Франции, лоббировавшая интересы Азербайджана, предстанет перед судом за коррупцию. Սարկոզին դատեցին, սրանն էլ են դատելու անպայման Ադրբեջանին ծառայելու համար։ Հələ սա մենք պետություն չունենք։ Մենք իրոք պետություն չունենք։ Հայաստանը ոչ մի հայց չի ներկայացնում, ոչ մի բողոք չի ներկայացնում։ Այն ինչ որ լինում է հիմա, ինքնաբերաբար, sense ավտոպիլոտ ինչ որ մի բան լինում է։ Այսօր էլի նախագահ բանը Թրամփը փրկել։ Փաստորեն Իրան-Պակիստան կռիվն էլ այսօր դադարացրել ինքը։ Բա դու գիտեիք, որ Պակիստանը Իրանի հետ կռիվ անում պատերազմի մեջ է, չգիտեիք, չէ՞։ Բա իմացեք։ Եթե Կամբոջան Ալբանիայի հետ կռիվ կանի, ինչի Իրանը Պակիստանի հետ կռիվ չի անի։ Հիմա սա WhatsApp-ի համար ով ունի, զանգ է կարա։ Բաբաջանյան, վիժվածք, զանգ է ասա Թրամփ ջան։ Իրանը Պակիստանի հետ կռիվ չի անում։ Հաջորդ անգամ այդպես բան մի ասա։ Մեզ խայտարակ ես անում։ Ես շատ չեմ ուզում այսօր միջազգային նորություններից խոսամ։ Ես ուզում եմ ուղղակի այս նկարը նայենք։ Վերադառնանք մեր իրական տեսակին։ Որ հասկանանք, որ այս քամիների հիմա որ գալիս են, պատկերացնում եք այս մասիս սարի կողքերով, գագաթներով, ինչքան քամի անցած կլինի։ Ինչ ամպեր անցած կլինեն ստեղով։ Ձնաբեր, անձրևաբեր, ձնախառ անձևներ, անձևախառջուն, քամիներ, փոթորիկներ, ոնց կա ինքնպես մնացել է։ Մենք այս ամեն ինչի մի մասն ենք։ Ուղղակի սա մասին հիշել է պետք։ Պարբերաբար հիշել։ Սա ենք մենք, արմատներով այնքան խորն ենք, իրականում այնքան բարձր ենք, որ եթե մենք դրա մասին չմոռանանք, ոչ մի քամի, ոչ մի Նիկոլ, ոչինչ չի կարող մեզ տեղաշարժանել։ Իսկ այն ինչ որ հիմա անում է Նիկոլը, ես ինչի համար եմ տենց հանգիստ, ինքը արագացնում է իր վախճանը։ Ասում, սենց ամեն մի քայլ, այս սենց հարյունաս մեխերա իրանց քաղաքական դագաղին։ Իսկ վերջի խոսքը ուզում եմ տամ Գագիկ Ինգինոսյան։ Դավաճան է։ Հայը դավաճան չի կարող լինել, որտեվ դա հայ չի։ Որտեվ Նժդեհ ասում է այն ամեն վեհն ու լավագույնը, որ կա իմ ազգի մեջ, դա է հայկականը։ Համամեկ ճշտամին է, ով իմ ազգի մասին վատ է խոսում։ Կա դավաճան անունով մատնացույց արեք եւ մի ասեք, հայը դավաճան է։ Այս այնքան կարևոր է։ Այս այնքան կարևոր է։ Ում տեսնում եք, ոսես բան կասի, ինքը ինչ ասում է, փակեք դուռը վրեն էլի։ Ուղղակի դուռը փակեք, էլ մի լսեք։ Մի լսեք ուղղակի։ Հայը դավաճան չի կարող լինել, որտեվ դա հայ չի։ Որտեվ Նժդեհ ասում է այն ամեն վեհն ու լավագույնը, որ կա իմ ազգի մեջ, դա է հայկականը։ Եվ եթե որ ազգի մեջ չկա տականք, եւ եթե այդ մարդու մեջ տականքությունը կա, պետք չի վերագրել ազգին եւ նորից սերունդը մտցնել թերաժիկության բարդության մեջ։ Իմ ազգը նա է, ով
երկրնում է Կոմիտասում նժդե, ով արարվել է Մաշտոցի ինքնության բանաձևով։ Եվ չգիտեմ, դուք որ ազգից եք պարոնայք, ես այդ մարդկանց զարմն եմ եւ փորձում եմ պատվով կրել դա եւ իրենց արժեվ ամոթով չկանել։ Մենք շատ մեղքեր ունենք, սկսած նրանից, որ մենք թույլ տվեցինք, որպեսզի մեր հերոսներին 90-ականների թույլ տվեցինք, որ մեր հերոսները չվերադառնան կռվի դաշտից։ Համար Ես էլ ավելացնեմ իմ հերթին, որ ինչ է նշանակում հայ։ Եթե մեկը չունի բարոյական այն նկարագիրը, որը պարտադիր է մեր հասարակության մեջ, մեծ հաշվով, մեր չգրված օրենքներով, հա, եւ որ մենք իներցիայով այդ չգրված օրենքներով մենք ապրող ազգ ենք։ Իներցիա, մենք մեր ներքին օրենքներն ունենք։ Եթե չեն գալիս այս վիժվածքներ են գնում մեջտեղ, մենք, ասենք մեզ խաղաղ ապրելու, իրար օգնելու համար մեզ ոչ պետք է նախարարություն, որ ոստիկան, որ մեզ չթողի իրար խփենք, հա։ Ոչ իմ պետք չի։ Ով այս բանի մեջ չի տեղավորվում, ով այս ամեն ինչը չի գնահատում, ով այս արժե համակարգում չի, ով չի հասկանում, որ հայ լինել ավելի շատ պարտականությունական գլուխ գովալու առիթ, որ հայ լինելը դա ազգանուն չի, հայ լինելը դա ծննդավայր չի, հայ լինելը դա արժե համակարգի կրողն ես, թե ոչ։ Սա է հայը։ Դա մնացածը, այն ինչ որ կա Նիկոլի հետ կապած, իմ համար հայ չի։ Հայ չի, որտեղ հայը իրոք դավաճան չի լինում։ Հենց այդպես։ Եթե դավաճանա, ուրեմն հայ չի։ Ես լրիվ համաձայն եմ Գագիկ Իգինոսյան հետ գիտես մի հատ բան կա, գիտեք, լավ հոգեբան կա, ասում ամեն մարդ իր ճակատագրի դարբինն է։ Եթե նույնիսկ այտենց չի, այդպես չի։ Շատ օգտակար է այդպես մտածելը։ Այսօր այսքանը, լավ մնացեք։